Օրինաց երկիր կուսակցությունում համոզված են, որ իրենց վարկանիշը բարձրացել է, հասարակության վստահությունն էլ ավելացել։ Սկզբնական փուլում գաղտնիք չէ, որ կային մարդիկ, որոնք մեզ չհասկացան կամ չուզեցին հասկանալ, բայց դա անցավ իրականում եւ ներկայումս ավելի եւ ավելի եւ մեր շարքերի ուրեմն ընդլայնումը եւ այն անդամակցության հոսքը, որը կա օրինաց երկիր կուսակցության շարքերը վերջին տարիների ընթացքում եւ ճիշտ ասած մեր հանրահավաքները եւ մեր հանդիպումները քաղաքացիների հետ ցույց են տալիս, որ մարդիկ այսօր այո համոզված են մեր քայլերի ճշմարտացիության մեջ։ Այո, նրանք համոզված են, որ մենք ելնում ենք միայն ազգի, պետության, երկրի, ժողովրդի շահերից։ Սա միանշանակ է։ Եվ գիտեք, այս եզրահանգմանը ես գալիս եմ ոչ միայն արտահայտություններից, ոչ միայն շփումների ընթացքում արտահայտված խոսքերից, այլև երբ որ ես նայում եմ մարդկանց աչքերին։ Շահգիլդյանը շարունակում է նշելով, թե իրենք լավին լավ, վատին վատ են ասել, քննադատել են ու հիմա էլ շարունակում են քննադատել։ Պես որ այստեղ մենք մշտապես ազնիվ եւ շիտակ ենք խոսել մեր ժողովրդի հետ եւ հիմա էլ ենք այդպես անում։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, ելի եթե կան խնդիրներ, մենք այն խնդիրների վերաբերյալ քննադատորեն ենք վերաբերվում եւ առաջարկում ենք լուծումներ, մասնակցում ենք այդ լուծումներին։ Հիշեցնենք, նախորդ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների քարոզարշավներին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Օրինաց երկիրը նախագահական ընտրություններից հետո սկսեց համագործակցել իշխանությունների հետ, մաս կազմելով իշխանական կոալիցիային։ Դաշնակցության ներկայացուցիչ Արա Նռանյանը մի քանի օր առաջ Ազատություն ռադիոկայանին ասել էր, եթե 2008 թվականին Օրինաց երկիր կուսակցությունը չանցներ իշխանությունների կողմը, մարտի 1 չէր լինի։ Ըստ Նռանյանի պարզաբանման, ՕԵԿ-ը կանգնեց իշխանությունների կողքը, դրանով իսկ ապահովվեց նախագահական ընտրությունների լեգիտիմությունը եւ իշխանությունը կարողացավ գնալ այդ քայլին։ Շահգիլդյանը սակայն հակադարձելով ՀՅԴ-ի ներկայացուցչին հարցնում է. 2008 թվականին որտեղ էր դաշնակցությունը, իշխանության մեջ չէր։ Ներողություն։ Եվ եթե օրինաց երկիր կուսակցության այս դիրքորոշումը չլիներ, մեր կարծիքով հստակ եւ խոհեմ, ապա մենք ունենալու ենք խնդիրներ, ել ավելի էր ճեղքվելու հասարակությունը։ Ցավալի է, բայց զոհերը կարող են ավելի լինել, այնպես որ այս մոտեցումը, որ ապահովեց նաեւ երկրի կայունությունը։ Եվ ասեմ, որ եթե մենք ի սկզբանե դա ասացինք բաց եւ շիտակ, վերջերս արդեն նույնիսկ արմատական ընդդիմությունը նմանատիպ դիրքորոշումներ է ցուցաբերում եւ ասում, որ չի կարելի երկրի հիմքերը խարխլել, որովհետեւ ունենք արտաքին հիմնախնդիրներ։ Այսինքն այնինչ որ մենք պարզ բաց ասել ենք այդ թվականներին, այսօր պարզ եւ հասարակությունը սա ընդունում եւ ընկալում է, ես շփվում եմ մարդկանց հետ, բազմաթիվ հանդիպումներ են լինում։